պատերազմի մասնակիցները, ովքեր մեդալներ եւ շքանշաններ են ստացել, բոլորս կներկայացնենք, թե ինչի համար ենք արժանացել այդ պատվին ու որպես բողոքի նշան կդնենք կառավարության շենքի դիմաց։ Այս կառավարությունը իր սխալները սրբագրելու, իր սխալների չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է այն կյանքը, այն դժվարությունները, այն պայքարը, որ մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել, իր սխալները արդարացնելու համար փորձում է զրոյացնել դա եւ մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել եւ գոյություն չունի։ Չնայած նրան, որ մեր մեդալները, մեր շքանշանները, մեր պայքարը մեր համար շատ մեծ արժեք ունի, սակայն դրանց հիմքում դրված ավելի մեծ արժեքները, որոնք սիմվոլով չեն արտահայտված, այլ մեր սրտերում են, ոտնահարվում են այսօր, ու մենք այս քայլով ուզում ենք ցույց տալ եւ իշխանություններին, եւ հանրությանը, որ մենք հաս չենք սրա հետ ու դեմ ենք դուրս գալիս արժեզրկմանը, այն ամեն ինչի, ինչի համար պայքարել ենք։ Դե Ադրբեջանը անընդհատ ինչ-որ պահանջներ է առաջ մղելու, քանի դեռ մեր իշխանությունը ցանկացած հաջորդ պահանջի առանց ինչ-որ խնդիր, առանց ինչ-որ դիմադրության ամեն ինչին համաձայնվում է։ Դա սկիզբն է, հələ մեկ շատ երկար պահանջների ցանկ ենք ստանալու։ Սա Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ է, որը ստացել եմ 2012 թվականին ժամկետային ծառայության ժամանակ միջդիրքային հատվածում հակառակորդի սպային մահացու վիրավորում հասցնելու համար պարգևատրվել եմ ՊՆ նախարարի կողմից։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը ստացել եմ Արցախի նախագահի կողմից նորից 44-օրյա պատերազմին մասնակցելու համար։ Ես 20 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցել եմ որպես կամավոր Արցախի եղնիկների պաշտպանական շրջանում եմ եղել իմ ընկերների հետ ու այդ մասնակցության համար ստացել եմ Գարեգին Նժդե գերատեսչական մեդալ, որից հրաժարվում եմ մեր կառավարության հրաշալի քաղաքականության հետևանքով։ Այս գետնին դնել է ձեր ամոթն է, ձեր համակարգի ամոթն է։